Հայրենակիցներ, ես ուզում եմ, որ մենք ինքներս մեզ խոստում տանք, որ այլևս երբեք այսպիսի սարսափելի քարոզարշավ չենք ունենալու, այսպիսի սարսափելի քարոզարշավ, որտեղ մենք քննարկում ենք, Ալիևի պահանջած սահմանադրությունը փոփոխում ենք, թե չենք փոփոխում, քննարկում ենք նոր տարածքներ, հանձնում ենք, թե չենք հանձնում, քննարկում ենք եկեղեցու վրա պիտի արշավեն, թե պիտի չարշավեն, բայց որպիսի այլևս երբեք այսպիսի քարոզարշավ չունենանք ու այսպիսի պատկեր չունենանք, ես ուզում եմ դիմել ձեզ, դիմում եմ ձեզ, սիրելի կանայք, այս տարիների ընթացքում դուք այս պայքարի բոլոր շարժումների հույսն եք եղել, լույսն եք եղել, ոգին եք եղել, դուք մեզ ուժ եք տվել, խրամատում մնալու, պայքարը շարունակելու ու երբեք չնահանջելու, ուզում եմ բարձր ծափարենք մեր բոլոր կանանց։ Դուք ձեր ներկայությամբ պարտավորեցրել եք մեզ, ու ես սա ասում եմ իմ կին գործընկերների, իմ տղամարդ գործընկերների անունից, բայց դուք նաև ամենաշատն եք թիրախավորվել, ձեզ քաշքշել են եռաբլուրում, որպիսի նկար ունենան ձեր որդիների շիրիմների հետ, ձեզ թիրախավորել են, ձեր նկատմամբ ատելության խոսք են տարածել, մեզնից մեկին Սոնա Մնացականյանին վրա երթի են ենթարկել ու անգամ չեն էլ կանգնել, ձեզնից մեկին Լիդիա Մանթաշյանին բանտարկել են ու այդ ամենը ամենաշատ կին պատգամավորներ ու նախարարներ ունեցող թիմի պայմաններում ու նայեք այստեղ տեսեք նաև մեր տարբերությունը, նայեք այդ թիմին, նայեք Հայաստան դաշինքին ու տեսեք, որ Հայաստան դաշինքում են ձեզպես ուժեղ, արժանապատիվ, սկզբունքային կանայք, ուրեմն Հայաստան դաշինքը ձեր ընտրությունն է։ Ուզում եմ դիմել ձեզ, ազատությունը ամենաշատ սիրող քաղաքացիներ, հատկապես երիտասարդներ, նայեք այս թիմին, այստեղ չկան կուրքեր ունեցողներ, այստեղ չկան շեֆի նկարը պատին կախողներ ու խոնարհվողներ, հատկապես չկան Ալիևի առջև խոնարհվողներ, ուրեմն Հայաստան դաշինքը ձեր ընտրությունն է, ձեր ազատությունների պաշտպանն է։ Ուզում եմ դիմել ձեզ, սիրելի երևանցիներ, դուք ուրիշ Երևանի եք արժանի, դուք արժանի չեք ես փլվող ասֆալտին, դուք արժանի չեք, որպիսի օրը ժամեր շարունակ ծախսեք խցանումների մեջ, դուք արժանի չեք, որ ձեր տանը վարձով ապրեք, որովհետև գույքարկը 30 անգամ թանկացել է ձեզնից շատերի համար, նայեք ձեզ առաջարկվող բոլոր տարբերակներին, նայեք Հայաստան դաշինքին, ձեզ պետք է նոր ենթակառուցվածքներ, պետք է էժան տրանսպորտ, պետք է հարմարավետ, մաքուր օդով Երևան, ու դա մենք կարող ենք անել, որովհետև մի անգամ արդեն արել ենք, ուրեմն Հայաստան դաշինքը երևանցու ընտրությունն է։ Դիմում եմ տաքսու վարորդներին, վստահ եմ շատերդ լսում եք մեզ, նայեք բոլոր նախընտրական ծրագրերին ու կտեսնեք, որ միակ թիմը, ով հաղորդակից է եղել ձեր խնդիրներին, ով ասում է, որ ձեր աշխատանքը պետք է ստաժ համարվի, ով ասում է, որ դուք չեք կարող օրը 14 ժամ աշխատել, բայց արժանապատիվ թոշակ չստանալ, որ վարկ չկարողանաք վերցնել, Հայաստան դաշինքն է, ուրեմն Հայաստան դաշինքը նաև ձեր ընտրությունն է։
Դիմում եմ վարժական հավաքներին, 25-օրյա հավաքներին ծանուցում ստացող մեր բոլոր քաղաքացիներին, սիրելի քաղաքացիներ, շատ եք դիմում մեզ այս խնդրով, գիտեմ, որ բոլորդ ուզում եք մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, դա իրոք կարևոր է, բայց մենք ասում ենք, պետությունը չի կարող ձեզ անդադ կտրել գործից, չի կարող մեկը զորակոչվել վարժական հավաքների 3 անգամ, մեկը այդպես էլ ոչ մի անգամ չզորակոչվի։ Մենք ասում ենք, որ վարժական հավաքները չեն կարող պատժական միջոց դառնալ քաղաքացիների համար, եթե ինքը ունի ընդդիմադիր հայացքներ, որովհետև այդպիսի բան մեկ էլ անում էին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ բանակը սարքելով պատժի միջոց, մենք դա չենք անելու, մենք պաշտպանելու ենք ձեզ էլ, պետությունն էլ, ուրեմն Հայաստան դաշինքը ձեր ընտրությունն է։ Դիմում եմ այս տարիներին բոլոր քաղբանտարկյալներին, բոլոր քաղհալածյալներին, նայեք Հայաստան դաշինքի ցանկերին ու կտեսնեք, որ մենք էլ ձեզնից մեկն ենք, որ այս դաշինքում մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ հետապնդվել են ապօրինի, ուրեմն մենք ամենալավն ենք հասկանում ձեզ, մենք պայքարում ենք ձեր ազատությունների համար, ձեր իրավունքների ու մեր իրավունքների վերականգնման համար, մենք պայքարում ենք, որպեսզի Հայաստանում մարդը ազատ կարծիք արտահայտելու իրավունք ունի, եթե անգամ մենք համաձայն չենք այդ կարծիքի հետ, հենց դրա համար էլ ասում ենք, որ մենք վերականգնելու ենք ձեր բոլոր իրավունքները, ձեզ արժանապատիվ եւ արդար փոխհատուցում ենք տալու, հենց դրա համար Հայաստան դաշինքը նաեւ ձեր ընտրությունն է։ Դիմում եմ բոլոր եկեղեցասերներին, հայ առաքելական եկեղեցու հետևորդներին, նայեք քաղաքական ուժերին, նայեք իշխող ուժին, մի կողմում եկեղեցու վրա հարձակվողներն են, մի կողմում այս հրապարակում եկեղեցին ամեն գնով պաշտպանողները, կարող ենք ու պաշտպանելու ենք մեր եկեղեցին։ Ի վերջո, դիմում եմ 100 հազարավոր մեր քաղաքացիներին, ովքեր գիտեն, որ մենք բանակցող պետք է ընտրենք, ովքեր գիտեն, որ մենք այնպիսի ընտրություն պիտի անենք, որ հունիսի 8-ին մեր ընտրությունը մեզ ներկայացնի աշխարհի բոլոր մայրաքաղաքներում, բոլոր ղեկավարների առջև, ովքեր գիտեն, որ մեզ ինքն իրեն գժի տեղ դնող պետք չէ, մեզ բանակցող է պետք, բանակցող։ Նայեք բոլոր թիմերին ու ինքներդ ձեզ հարց տվեք, ովքեր են առաջարկում ձեզ այդ տարբերակը, մենք ասում ենք, որ մենք ենք առաջարկում և կարող ենք դա անել միասին։ Հենց դրա համար ենք ասում, հունիսի 7-ին ընտրեք համար, հունիսի 7-ին ընտրեք համար, որովհետև մենք միասին, Սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք, այս հրապարակից դուրս գալով, առաջիկա 7 օրերին, երբ որ կհարցնեն, իսկ ինչու ընտրենք Հայաստան դաշինքը, դուք հարցրեք, այսքանը ներկայացրեք, բացատրեք ու հարցրեք, իսկ այսքանից հետո ինչու չընտրել Հայաստան դաշինքը, շնորհակալ եմ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։